Երեք իմ մոտ կարևոր մի հատ կետեր կան, որ սովորաբար առօրյա կյանքում դա կատարվում է, պետք է կատարվի։ Որն է դա։ Առաջինը, եթե հավատացյալը որոշում է կայացրել իր մեջ, որը նա սրտանց որոշում է կայացրել Տիրոջը ընդունելու, այսինքն Տիրոջը պաշտելու, կամ Տիրոջ հետևից գնալու, ինչպես Տերն ասում է, ով որ ուզում է հետևից գալ, թող իրան զուրանա։ Եթե որոշել է Տիրոջ հետևից գնալ, արդեն նվիրվի Տիրոջը։ Աշխարհը սկսում է քո դեմ դուրս գալ, բարեկամների միջոցով, հարազատի միջոցով, ինչպես եղբայրն ասեց, ընկերների միջոցով, հարևան միջոցով, աշխատակիցների միջոցով դեմ է դուրս գալիս քեզի, պատերազմ է։ Երկրորդը, եթե դու որոշում ես անznուրած, անմնացորդ նվիրվել Տիրոջը, երբ որ որոշում ես անznուրած, անմնացորդ նվիրվել Տիրոջը, պատերազմ է։ Գիտես, այդտեղ ով է պատերազմում։ Ով կարող ասել, ոչ ինչն է պատերազմում։ Քո մարմինը, քո անձն է պատերազմում։ Այդպես է գրված։ Հոգին մարմին հակառակ է, մարմին հակառակ։ Պողոս առաքյալն ասում, ինչ որ չեմ ուզում նա եմ անում։ Իր ժամանակին դες եղել է։ Ինչ որ չեմ ուզում նա եմ անում, այսինքն քո մարմին արդեն պայքարում է քեզ դեմ, հոգու դեմ է պայքարում։ Երրորդը, եթե մեկը սրտանց փափագում է, որ Տիրոջը մոտենա եւ ճաշակի Քրիստոսին, արդեն Քրիստոսի ներկայությունը զգա, ճաշակիրա գիշեր ցերեկ, վայել իրան։ Գիտեք ովքեր են դուրս գալիս, ով կարող ասի։ Դիվային աշխարհը, սատանայի լեգիոնները, որպեսզի խանգարեն որ ինքը Տիրոջը չճաշակի։ Ես մի հատ կյանքում դեպ պատմեմ։ Արարատյան մասի, որ ապրում ենք, դենտեղ աղբորես ընտանիքը 4 սենյականուց կվարտիրա մեջ է, իմ աղոթքի տեղ ուրիշ տեղ չկար, կուխնայում էր։ Վերջը այդտեղ փալաս է գցում։ Վերջը կուխնայի աղոթքի ժամանակ երկար աղոթ գնաց։ Աղոթքի ժամանակ, հիմա ձեր կյանքում էլ նման դեպքեր կարող է լինել։ Աղոթքի ժամանակ մի հատ վախ սարսափ եկավ իմ վրա։ Ես աղոթում եմ, բայց վախ եկավ։ Ոնց որ ասես մի հատ ուժ իջավ։ Իմ մեջ առաջացավ վախ։ Գիտեք ինչի նման, ոնց որ ասենք որ ասում եմ մազի վրա, ուզում եմ աղոթքը թողնել։ Ուզում եմ աղոթքից դուրս գալ, որ ինձ ասած վախ երանա։ Բայց միջև վերջ պայքարեցի։ Տիրոջ արյունը խնդրեցի, Տիրոջ զորությունը խնդրեցի։ Եղբայրներ, քույրեր, այդ պահին փաստորին ինչ կատարվավ։ Մեկ էլ այդ խավարը գնաց, վախը գնաց, Տիրոջ զորությունը իջավ։ Տիրոջ ներկայությունը։ Այսինքն հակառակորդ թշնամին նա տեսնում էր, որ ինձ ինչ է սպասում ինձ։ Տերը պետք է փառավորվեր, Տիրոջ զորությունը պետք է իջներ։ Նա ուզում էր ինձ խանգարել։ Այսինքն դիվային ուժերը այդ ժամանակ ուզում են խանգարել, որ դու Տիրոջը չճաշակես։ Այդ բաները կարևոր են սա դրանք։